Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է նախագահական ընտրություններում չգրանցված Հովիկ Աղազարյանը, ով եթե հիշում եք մեզ մոտ մամուլի ասուլիս էր տվել եւ հայտնել էր իր ուրեմն նախագահական ընտրություններում իր տեխնացիոն դնելու մասին եւ մենք այսօր խոսելու ենք նախ կխնդրեմ մի թեթև ներկայացնեք ձեզ մերժելու պատճառները որքանով են դրանք հիմնավոր եւ երկրորդ ձեր ասելիքը արդեն նախագահական գրանցված տեխնացիաներին, որովհետեւ դուք փաստորեն ունեիք ծրագիր, որը որ հիմա չեք կարողանալու իրականացնել։ Համեցեք խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հնարավորություն տալու համար մեկ անգամ եւս ձեզ շփվելու։ Այո, ես չգրանցվեցի եւ պատճառը են կարևորագույն փաստաթղթերից մեկի չստանալն էր, որ փաստաթուղթը 3 տարի, վերջի 10 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել, վերջի 10 տարում ոչ մի այլ երկրի քաղաքացի չլինել եւ վերջի 10 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվել։ Ես վերջի 10 տարում եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եղել միշտ, երբևէ որևէ երկրի քաղաքացի չեմ եղել։ Ինչ վերաբերում է երրորդ կետին, ապա այստեղ այո, խնդիրներ կային, որովհետև ես երբեմն բացակայել եմ հայրենիքից, ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք աշխատանք չլինելու պատճառով տեղում իրենց ընտանիքը պահելու համար գնում են մերձավոր երկրներ, այսպես կոչված իրենց ընտանիքի հոգսը հոգալու համար փող աշխատելու։ Ես եղել եմ Ռուսաստանի Ֆեդերացիայում բարբերաբար։ Օրենքի ընտրությունների մասին օրենսգրքում այդ կետը կամ հղումը չկա, թե ինչ է նշանակում վերջին մշտական բնակության հարցը։ Ընդհանրապես ես դա հասկացել եմ, որ լինել գրանցված Հայաստանում։ Ես գրանցումից էլ դուրս չեմ եկել երբևէ։ Բայց երբ որ մերժեցին համապատասխան փաստաթուղթ տալով, այնտեղ նշված էր օրենքի կետը։ Դա բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի 7-րդ հոդվածն է, երկրորդ կետը, որը եթե մեկնաբանենք, մոտավորապես այսպիսին է, հագին բարդ կետ էր, ըստ էության, 6 ամսից ավել, եթե դուք գտնվում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացին գտնվում եք որևէ երկրում, ապա դա նշանակում է, որ ինքը տվյալ երկրում է մշտական բնակիչ, օրենքը այդպես կարելի մեկնաբանել։ Իսկ եթե պարզ, երբ որ բացատրեցին, կարելի անել երկու հետևություն։ Առաջինը, եթե ես 6 ամսից 1 օր պակաս լինեի Ռուսաստանում եւ գնայի նույնիսկ Ուկրաինա 1-2 ժամով վերադառնայի նորից Ռուսաստան եւ 6 ամսից պակաս նորից մնայի այնտեղ ու գնայի նորից մեկ այլ երկիր, ապա դա կհամարվի, չէր համարվի, որ ես այլ երկրի բնակիչ չեմ եղել, այլ Հայաստանի բնակիչ եմ եղել։ Իսկ ավելի պարզ նորից, եթե ես 6 ամսից 1 օր պակաս լինեի դրսում եւ վերադառնայի հայրենիք 1 ժամով թեկուզ եւ նորից գնայի Ռուսաստան, ապա նորից ինձ համապատասխան տեղական կգտային։ Դա ուրիշ խնդիր է, օրենք է եւ մենք օրենքների ենթարկվում ենք։ Եթե նայենք բարոյական կողմին, ապա այստեղ իհարկե հարցեր կան, որովհետեւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ գնում են աշխատանքի եւ վերադառնում են, դրանց չի կարելի զրկել նման հնարավորությունից։ Ինչեւ է, ես հայտարարել էի, որ ունեմ առաջարկություններ։ Ինչ առաջարկությունից իշխում կարելի է։ Խնդրեմ։ Դուք որքան ժամանակ եք ունեցել եւ վիզայի հետ կապված խնդիրներ չեք ունեցել 6 ամսվա ընթացքում։ Չէ, վիզայի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, որովհետեւ ես եղել եմ Ռուսաստանում վիզայի հարց չկա։ Չէ, դուրս ես գալիս, օրենքը ոնց է, դուրս ես գալիս, 3 ամիս դուրս ես գալիս մեծակա երկիր վերադառնում ես, դուրս ես գալիս ու վերադառնում ես։ Եղել է որ նաև խախտել եմ ինչ-որ իմաստով այդ օրենքը չի ստացվել, այո, դեպքեր են այդպես։ Կոնկրետ իմ քաղաքական ծրագրերի հետ կապված ես հետագայում դրանց կանրադառնամ, իսկ այժմ ես ունեմ առաջարկություն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացիաներին։ Ես ընթերցեմ, հետո եթե հարցերին խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության նախագահի մեծարգոտ տեխնացիաներ։ Նախագահական ընտրությունները կարևորագույն պետական միջոցառում են։
ՀՀԿ-ում եւ նրա մեծակա շրջապատում որոշիչ դերակատարում ունեցող անհատների եւ խմբավորումների շարունակական հակասահմանադրական գործունեության հետևանքով լուրջ վնաս է հասցրել այդ ինստիտուտին, ինչը վերջին հաշվով բացական ահագնացող ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա։ Իշխանությունների կողմից տարվող հակաքարոզությունը, շիկացնելով հասարակության մեջ տիրող անառողջ մթնոլորտը, այն հասցրել է մի վիճակի, որտեղ բոլորը կասկածում են բոլորին, որտեղ ոչ միայն տարբեր լրատվական միջոցներ, այլ նաև քաղաքական գործիչներ եւ թեկնածուները իրենք են միմյանց մեղադրում Սերժ Սարգսյանի դրազոն լինելու մեջ։ Իշխանությունները գուժելով իրենց մոտալուտ հաղթանակը փորձում են այն հիմնավորել պատվիրված սոցիոլոգիական հարցումներով եւ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով բաշխում են ավելորդ տոկոսները մյուս թեկնածուների միջև։ Կարևորելով նախագահի թեկնածուների որպես արժանապատիվ անհատականությունների անձնական որակները տարբեր տեսակի ասեկոսիաներից եւ հատկապես ադիբեկյանական իշխանական նկատությամբ շինված տոկոսներից պաշտպանելը, մեծագույն մարտավարական նպատակ համարելով առավելագույն արդար ընտրություններ անցկացնելով մեր պետականության ամրապնդման նպաստելը ոչ ենք անում։ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներին նկատի ունենալով ձեր անհատական որակները, երբեմն միմյանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը, ինչպես նաև ձեր ծրագրային դրույթների առանձնահատկությունները մի կողմից եւ մյուս կողմից քաղաքական ներկայացում եւ նպատակ համարելով իշխանափոխությունը միավորվել մեկ միասնական թեկնածուի շուրջ եւ հերոսական կեցվածքով, ինչպես 1996 թվականին գնալ ընտրության։ Եթե գոյություն ունեն մեզ անհասու խանգարող հանգամանքներ, որին թույլ չեն տալիս ձեզ միավորվել, ապա առաջարկում ենք խմբավորել, համախմբել բոլոր ուժերը համակարգող խորհրդի ներում ՀՀ սահմանադրության համապատասխան առավելագույն արդար եւ ազատ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ Անել ամեն հնարավորը ՀՀ նախագահական ընտրությունների երկու փուլանոց գործընթացի վերածելու համար։ Ընտրությունների առաջին փուլը դիտարկել որպես թեկնածուների միջև ռեյտինգային քվեարկություն։ Համակարգող խորհրդի շրջանակներում քվեարկության առաջին փուլում առավելագույն ձայն ստացած թեկնածուների ծրագրային դրույթները հիմք ընդունելով կազմել նոր ծրագիր նախագահի մյուս թեկնածուների ծրագրային դրույթները հաշվի առնելով ըստ քվեարկության առաջին փուլում թեկնածուների ստացած ձայների։ Դիմել ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ գործիչներին իրենց միասնական գործունեությունը սատարելու առաջարկով եւ մոբիլիզացնելով հասարակությունը ապահովել ընտրությունների երկրորդ փուլում միասնական թեկնածուի հաղթանակը։ ՀՀ իշխանություններին, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Ձեր մեծակա շրջապատը տարբեր առիթներով բարձրաձայնում է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը այլընտրանք չունի եւ մյուս թեկնածուները պայքարելու են ընդամենը երկրորդ տեղի համար։ Եթե դա այդպես է, եւ դուք եք պարոն Սարգսյան անընդհատ պնդում եք ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին, եւ եթե դա լոկ հայտարարություն չէ Եվրամիությունների համար, ապա ցուցաբերեք քաղաքական խիզախություն եւ կարգադրեք ձեր մեծակա շրջապատին ձեռնպահ մնալ ընտրակաշարք տալուց, ինչպես նաեւ հանձնարարեք համապատասխան կառույցի ղեկավարներին կասեցնել ձեզ արժի ծառայություն մատուցելու ցանկացած փորձ։ Դրանով դուք կդառնաք պատմության մեջ միակ թեկնածուն, որ դեռ չընտրված կատարում է իր նախընտրական ծրագրի կարևորագույն խոստումներից մեկը՝ ՀՀ քաղաքացուն դուքով դիմելու կարգախոսը։ Հովիկ Աղազարյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խումբ։ Շատ լավ։ Միասնական թեկնածու դուք առայժմ Ես դա չկարող ասել, դա պետք է, եթե թեկնածուները համաձայնվում են այդ հարցը քննարկել, ապա դա կլինի քննարկումների եւ խորհրդակցությունների արդյունք։ Ինքս դժվարանում եմ ասել։ Այո, ես նշել եմ, որ նրանք եւ ծրագրային դրույթները եւ անհատական որակները բավականին մեծ տարբերություններ ունեն, բայց բոլոր եթե որևէ մեկը ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, ապա պետք է գոնե մտածի, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա նախագահ։ Երկու նախագահ չի լինում։ Այդ կետի շուրջ գոնե բոլորը կարող են միավորվել։ Այդ կետի շուրջ։ Բայց եթե իհարկե նաեւ ձեր հարցադրումը նկատի ունենալով, եթե անհնարին է որ
միավորի ես համաձայն եմ ինչ-որ իմաստով, դժվարություններ կան, անհնարին է, որ տեխնացուները միավորվեն մեկ տեխնացուի շուրջ, ապա թող իրենք միավորվեն, մոռանան ադիբեգյանական տոկոսադրույքները և առավելագույնը անեն անցկացնելու արդար ընտրություններ ժողովրդի կողմից իրենց հանդեպ, առանց Սերժ Սարգսյանի, իրենց հանդեպ ունեցած կոնկրետ համակրանքը թվային առումով դրսևորելու համար։ Եվ այն ժամանակով երկրորդ փուլ կանցնի, եթե դա հնարավոր կլինի, դրան պաշտպանել։ Բայց համախմբման փորձեր կատարեցին մինչև առաջադրումները չստացվեց։ Հիմա է որ քանում եք իրավասական համարում համահարցականները։ Համախմբման փորձը դուք նկատում եք մինչև տեխնատուրի առաջադրումը այն ժամանակ, այն ժամանակ փորձում են համախմբել ուժեր, որոնք իրապես շատ անիրատեսական էր այդ համախմբումը եւ այդ ժամանակ են ուրիշ շատ քաղաքական գործիչներ պատմում են որ դա հնարավոր չի։ Բացի այդ, համախմբումը պետք է լիներ մոտավորապես հիմա։ Իսկ ինչ է փոխվել հիմա էլի տարբերությունը ո՞րն է նախընտրական շրջանի եւ որ այդ նույն ուժերն են։ Չէ, ոչինչ չի փոխվել, կարելի է դա ժամանակ անել։ Ուղղակի այսօր եթե նախագահի գրանցված տեխնացուները փորձեն ամեն մեկը առանձին գնալ ընտրությունների, ապա ամենայն հավանականությամբ իշխանությունները կկեղծեն ընտրությունները նաև ընդդիմադիր տեխնացուների օգտին, ըստ իրենց քաղաքական շահից ելնելով։ Իսկ եթե նրանք համախմբվեն, գոնե մի բան պարզ կլինի, որ այսօրվա գրանցված տեխնացուները իրենց համար եւ ժողովրդի համար կպարզեն, թե իրենց իրական ռեյտինգները ինչպեսին է, հետագա նաև քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Պարոն Աղազարյան, ինչ իմաստ ունի իշխանությունների կողմից ընդդիմության օգտին քվեարկության կեղծիք կազմակերպելը։ Իմաստը դրա քաղաքական։ Իմաստը դա առաջին ամենակարևոր իմաստը դա այն է, որ պետք է բոլոր դեպքերում ընտրություններում ապահովի որոշակի ներկայացություն քվեարկողների։ Մեկ, երկրորդը չի բացառվում, որ նաև այդ մասին խոսում են իշխանությունները իրենց համակրանք ունեն, տարբեր ձևի համակրանք ունեն այս կամ այն տեխնացուի քաղաքական կեցվածքի եւ նրա ծրագրային դրույթների նկատմամբ եւ շատ հավանական է որպեսզի ըստ այդմ արդյունքների հասնեն այնպիսի քվեարկություններից հետո որ իրենց ավելի ձեռնտու է։ Քաղաքագետները կանխատեսում են, որ ընտրություններում կաշառք չի բաժանվելու այս ընտրություններում, քանի որ ամեն ինչ կանխորոշված է։ Ըստ էության դուրս է գալիս, որ ձեր վերջին կետով որ նշեցիք, որ քաղաքացուն դիմեն դուքով, այսինքն արդեն կատարել է գործում նախագահի այդ։ Դե ոչ որ ասում եք ապրենք կտեսնենք, եթե դա այդպես լինի, դա շատ մեծ նվաճում կլինի մեր համար, մեր հայրենիքի համար։ Եթե իսկապես ընտրակաշառք չբաժանվի, դա շատ մեծ արդյունք կլինի եւ կլինի գեղեցիկ նախադեպ հետագայում ընտրություններ անցկացնելու համար, բայց կապրենք կտեսնենք։ Ես մի քիչ թերահավատությամբ եմ դրսված։ Այնուամենայնիվ եթե միավորվեն տեխնացուները, ինչպես դուք եք առաջարկում, ինչպիսի արդյունք եք տեսնում։ Եթե տեխնացուները չմիավորվեն, ապա կլինի այն արդյունքը, ինչ որ պարոն Ադիբեկյանը ներկայացնում է։ Պարոն Աղազարյան, ձեր հայտարարությունից երևում է, որ դուք այն կարծիքին եք, որ բոլոր տեխնացուները, իրոք տեխնացուները իսկապես անկեղծ են մեծ քայլերի մեջ եւ ասում են ունեն նախագահ դառնա, իսկ շատերը կասկածում են, որ մի քանի տեխնացուները մասնավորապես պարզապես ինչ-որ ծառայություններ մատուցելու կամ իշխանությունների սատարելու համար ձեր կարծիքով։ Ցավոք սրտի հնարավոր չի, որ այդպես չլինի, որ գոնե 1-2-ը չլինեն այդպեսին, բայց դրանք ովքեր են, ոչ մեկը չի կարող հստակ ասել։ Մի կողմից, մյուս կողմից տեխնացուները առաջ են քաշում իրենց մոտեցումները, իրենց մարտավարությունը, ինչպես նաև տեխնացությունը հանելու կամ պայքարը շարունակելու, բայց ես կարծում եմ, որ իմ առաջարկությունը պետք է լինի իրենց համար մի միջոց, որովհետև բոլոր դեպքերում նրանք Հայաստան Հանրապետության նախագահի տեխնացուներ են եւ արդեն իրենցից արժեք են ներկայացնում համախմբել ուժերը եւ նպաստել Հայաստանի Հանրապետությանը քաղաքացուն դուքով դիմելու
8-րդ տեխնացուի կարգախոսի իրականացմանը, դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Դիմա այդ ճանապարհին ով ինչ դրսևորում ցուցաբերի, դեր թող արդեն քաղաքագետները կամ ընտրողները որոշեն ով ում եւ ինչքանով դրածոնը։ Դուք ինչպես եք պատկերացնում Ռաֆայել Հովհաննիսյանը համի տեխնացությունը միավորվի Հրանտ Բագրատյանին։ Դա այդպես չի, դա իմ առաջարկությունը դա այդպես չի, ես առաջարկության մի կետներ, առաջի կետներ, որ փորձեն միավորվել մի տեխնացուի շուրջ, բայց ես էլ եմ գտնում, որ պատճառներ չկան, բայց պատճառներ կան խանգարող, առաջարկությունը ամբողջական լինելու համար այդ կետը մտցված է, թող իրենք միավորեն իրենց ուժերը, մարդկային ռեսուրսները հատկապես տեղամասերում հսկողություն սահմանելու, որպեսզի տեղամասերում ընտրությունները, տեղամասերի մակարդակով անցնի հնարավորինս մաքուր։ 96 թվականի փորձը գոյություն ունի։ Դուք չգիտեք իհարկե կներեք անհամեստության համար, բայց 96 թվականի ժամանակ ես լուրջ դերակատարում եմ ունեցել, չերևացող, բայց լուրջ դերակատարում եմ ունեցել։ Եթե անհամեստությունս մի քիչ կողմ դնեմ, ուրիշ բառեր օգտագործեմ։ Ոչ, ես դաշնակցության գիրագույն մարմնի անդամ եմ այն ժամանակ եւ այդ առաջարկությունը միավորելու բոլոր ուժերին ընդդիմադիր դաշնակցության առաջարկությունն էր։ Ինչպես? Նախագահի տեխնացու, չէ։ Ոչ մի անգամ։ Եվ այդ ժամանակ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպես Պարույր Հարիկյան, Արամ Սարգսյան, Դեմոկրատական կուսակցության նախագահը, Վազգեն Մանուկյան իրենք գտան քաջություն ունեցան եւ ընտրությունից 13 օր առաջ իրենք որոշեցին, մենք չառաջարկեցինք որևէ տեխնացուի, իրենք որոշեցին, թե ու դա մեր առաջարկությունն էր, մենք էինք ոնց ասած այդ առաջարկության մեխանիզմի հեղինակը միավորման, հա, բոլ իհարկե մեր առաջարկությունն էր, իրենք որոշեցին ում Պարոն Վազգեն Մանուկյանին եւ 13 օր առաջ դա տեղի ունեցավ օպերայի մեծ դահլիճում տեղի ունեցավ այդ նիստը, որտեղ հռչակվեց, որ ընտրությունը գնա միասնական տեխնացուով եւ եթե 14 օր առաջ բոլորը ինչպես այսօր մտածում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ խաղ չկա, 14 օր առաջ 11 19 5 6 3 2 օր առաջ արդեն բոլորը վստահ որ Վազգեն Մանուկյանն է հաղթում եւ Վազգեն Մանուկյանը հաղթեց եւ արդեն այսօր ժամանակի մի քիչ հեռավորությունից բոլորի խիզախությունն է եկում այդ մասին ասել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ մեծ հեղինակություններ եւ իշխանություններ չէին ասում։ Իսկ հիմա արդեն բոլորը ասում են, այո, Վազգեն Մանուկյանը հաղթել էր եւ նա հաղթել էր։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը իր քայլով, որ բռնազավթեց իշխանությունը, հիմք դրեց հետագա բոլոր անօրինական գործունեությունների համար։ Այսօր էլ փորձում են իր շրջապատը պայքարել պետանօրինականությունների դեմ, մի քիչ ծաղելի է։ Բայց եթե նայենք Ադիբեկյանի կանխատեսումներին, սոցիալական հարցումներին, անգամ բոլոր տեխնացուների միավորներ եթե գումարենք, նորից գործող նախագահը հաղթող է դուրս գալիս։ Եվ իհարկե, եթե չմիավորվեն, ոչ կարծում չի տա։ Եթե հիմա չմիավորվեն, նորից ավելի մեծ ցուցանիշների գործող նախագահ։ Ճիշտ է, բայց եթե միավորվեցին, եթե տեխնացուները միավորվեցին միասնական ճակատով հանդես եկան, դրա թվաբանական չի դա 1 գումարած 1 գումարած 1 հավասար 3, չէ, 1 գումարած 1 գումարած 1 հավասար 4-ի, 4-րդն էլ ժողովուրդն է։ Ժողովուրդը արդեն ուրիշ ձև է նայում, ընտրողը արդեն ուրիշ ձև է նայում այս հանգամանքներին, եւ տուն անտարբեր չի նստում, ասում է, եթե այդ ոնց է Ռաֆայել Հովհաննիսյանը այդքան հայտնի մարդ, եթե ինքը համաձայն է, որ երկրորդ փուլում, եթե հանգարց Պարույր Հարիկյանը անցնի երկրորդ փուլ Պարույր Հարիկյանի պաշտպանի, նույնը Պարույր Հարիկյանը արդեն մեկ անգամ ապացուցել է դա։ Եվ նույնը Պարույր Հարիկյանը պատրաստ է, որ եթե Ռաֆայել Հովհաննիսյանը կամ Հրանտ Բագրատյանը անցնի երկրորդ փուլ, ինքը պատրաստ է օժանդակել Հրանտ Բագրատյանին ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Այդ ոնց է այդ քաղաքական գործիչները իրենց քաղաքական ամբիցիաներով պատրաստ են դրան։ Իսկ ես շարքային ընտրողս, որ մի հնարավորություն ունեմ ազդելու քաղաքական պրոցեսների վրա, պետք է տունը նստեմ անտարբեր։ Ուրեմն ես էլ կգնամ եւ իմ ձայնը կտամ այդ ուժերից որևէ մեկին, որին համակրում է, եւ արդյունքում թվաբանությունը կփոխվի։ Տեխնացուները այլ առաջարկ էին անում, ասում են հանած տեխնացությունը գործող նախագահի միայնակ տողը։ Չէ, դա բանը, ճիշտ ասած բոյկոտը շատ են շեշտում, որ քաղաքական պայքարի ընդունած ձևերից մեկն է, կոնկրետ ես բոյկոտի կողմնակից չեմ ընդհանրապես եւ չեմ ասում, որ այստեղ հնարավոր չի։ Ինչպես նշվեց մի քիչ առաջ
անպայման կգտնվեն 1-2 տեխնացուներ, որոնք անկախ ամեն ինչից անձնական համակրանք ունեն եւ կիսում են գործող նախագահի տեսակետները եւ իրենք չեն բոյկոտել։ Դա ռեալ չի։ Իհարկե։ Այսինքն 91-ին ամեն ինչ արդար էր։ 91-ին ամեն ինչ արդար էր, 91-ին մենք էր տեխնացուն, Սոս Սարգսյանը, Պավոլ Հարիկյանն էր տեխնացուն, բայց 91-ին միանշանակորեն Լևոն Տեր-Պետրոսյանը արդար ձևով ժողովրդի կամքով ընտրել է նախագահ։ 96-ին ոչ մեկը, նույնիսկ ինքը չի կասկածում, որ ինքը չի ընտրել նախագահ։ Եվ դրանից Ջահանգիրյանով, մյուսներով այն ժամանակ խոշորագույն ընտրակերտիկներ անելով ինքը դրեցին։ Եվ հիմա այսօր նույն զենքով իր հակառակորդները իրեն հաղթում են։ Ինչ են ինքը բանանում։ Այսինքն հետո բոլոր ընտրությունները արդեն արդար չեն։ Բոլոր։ Շատ լավ, եթե այլ հարցեր չկա, դուք շնորհակալություն հայտնել։ Հուսանք, որ նախագահի տեխնացուները կարձաջանքեն ձեր։ Ես էլ շնորհակալ։